Հոկտեմբերի 14-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի պարի պետական անսամբլը հանդես կգա հոբելյանական համերգով նվիրված բալետի արտիստ պարուսույց Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Այս համերգի մասին բոլոր մանրամասները կիմանանք հենց հիմա, որովհետև մեր տաղավարում են ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ Հայաստանի երգի պարի պետական անսամբլի պարախմբի արտիստ Սվետլանա Մխիթարյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար և սկսենք հոբելյանական համերգի գաղափարից, ինչով է այս համերգը տարբերվելու հոբելյանական տարվա մյուս բոլոր նախագծերից և միջոցառումներից, որոնք սպասվում են։ Ժողովրդական երաժշտության պարի ազգային կենտրոնը, երբ 2025 թվականը սկսվեց և իր համերգներն էր ձևավորում, անպայման շեշտադրումը դրվեց Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակը հիշատակելու մասով և հենց 25 թվականի սկզբից սկսեցինք հավաքագրել այն ամենը, իր թողած ժառանգությունը, իր մարդ տեսակով ձևավորած ժառանգությունը, որը կդառնար կորիզ համերգի հիմքը հանդիսանալու։ Ասեմ, որ հրավիրեցինք ռեժիսոր Արամ Սուքասյանին, որը այդ օրվա համար ֆիլմ ունի պատրաստած, որի համար շատ շնորհակալ ենք, որովհետև երբ առաջարկը արեցինք և խոսում էինք հոնորարի մասին, նա ուղղակի ասեց, սա ամենափոքր բանն է, որ ես կարող եմ անել այդ մարդու համար, ի հիշատակ մեր ունեցած տարիների և նրա թողած ժառանգության։ Եվ այսօր կարծում եմ արդեն ձևավորված համերգը, կորիզը կներկայացնի Սվետլանան, ինչ ծրագրեր են, ինչ համարներ են, որոնք են հին բեմադրություններից Խաչիկյանի և որոնք են նոր։ Բայց մինչ իհարկե խոսել է, թե ինչ ենք ներկայացնելու այդ օրը և իհարկե նոր բեմադրությունների մասին, այդ կցանկանայի սիրելի Սվետլանա, մի քիչ մեզ հետ կիսվեիք, ինչ է ընդհանրապես նշանակում Հայաստանի երգի պարի պետական անսամբլի արտիստ լինելը, ինչպես եք արթնանում, ինչպես է այնտեղ օրը անցնում, ինչ առավելություններ ունեք, ինչ դժվարություններ եք հաղթահարում և ի վերջո ինչ է պար այս դեպքում ձեզ ու անսամբլի համար, հատկապես այս համերգի շրջանակներում։ Սիրով, նախ նշեմ, որ պետական անսամբլում պարելը դա մեծ պատիվ է յուրաքանչյուր պրոֆեսիոնալ պարողի համար, որովհետև նախքան այնտեղ հասնելը մենք շատ երկար ու դաժան ճանապարհ ենք անցնում։ Կոնկրետ մեր անսամբլում պարելու ամենակարևոր իրադարձությունը այն է, որ մենք շփվում ենք մեծությունների հետ այս պարագայում, մենք շփվել ենք Ժիրայր Ալթունյանի, Հովհաննես Խաչիկյանի ու նման մեծությունների հետ։ Իսկ իրենցից մենք ամեն օր սովորել ենք այն, ինչ որ հիմա մենք կրում ու փոխանցում ենք նոր սերունդներին։ Մեր առավոտները սկսվում են նույն կերպ, ինչպես բոլոր պրոֆեսիոնալ պարողներինը, դասական պարով, այնուհետև փորձեր, պատրաստվել համերգի, բայց նաև դժվարություններով, բայց դրա մեջ կա մեծ նվիրվածություն, որովհետև առանց դրա ուղղակի ամեն օր նույն աշխատանքը կատարելը շատ բարդ է։ Քիչ առաջ եթերից առաջ երբ զրուցում էինք, հարցրեցինք ինչպես են ընթանում այս համերգի հոբելյանական համերգի փորձերը, շփիտով նշեցիք բարդ, և դա ամենալավ դիտարկումն է կարծես, բայց բացի նրանից, որ բարդ է տեխնիկապես, որովհետև փորձերը երկար են տևում և շատ եք պարում, հոգեբանական ինչպիսի իրավիճակ է հիմա, ինչպես եք պատրաստվում համերգին և արդյոք զգում եք Խաչիկյանի ներկայությունը, վարպետի ներկայությունը։ Իհարկե դա ավելի բարդ, քան փորձերը, որովհետև մենք մինչև եթերի մտնելը նույնիսկ Տիկին Լուսինեի հետ խոսում էինք, որ մենք մի հատ բարիեր պիտի հաղթահարենք վաղը կուլիսներում, որովհետև բացի այն, որ մենք շատ հուզված ենք լինելու, առանց դրանից բացի նաև պիտի մտածենք պարերի մասին, լինել պրոֆեսիոնալ բեմում, չերևա դա հանդիսատեսին, բայց ամեն մեկս ներսում ունենք այդ ահռելի մեծ հուզմունքը, դրա մասին բառերով չեմ կարող ասել, մենք մինչև օրս Խաչիկյանի չլինելու հետ չենք համակերպվում։ Մինչ օրս մեր համար դա շատ ծանր է ու մենք շատ մեծ պատվով
պիտի դուրս գանք վաղվա համերգի Այ հետաքրքիր է դուք մինչ այսօր պահում ու պահպանում եք նրա թողած հսկայական պարային մշակութային ժառանգությունը, ունեք հրաշալի բեմադրություններ նրա ձեռագրով, բայց նոր մոտեցումները, նոր ժամանակները կարծես մի փոքր այլ թելադրանք ունեն։ Ուզում եմ հասկանալ ինչքանով եք հավատարիմ մնում արմատներին, ակունքներին, ինչքանով եք փորձում նաև մի քիչ ավելի նոր շնչով ներկայացնել պարերը եւ այս երկու կարևորների միացությունից ինչ նոր բաներ ունենք եւ վաղը բացի արդեն գեղեցիկ բեմադրություններից ինչ նոր բեմադրություններ նաև կլինեն համերգի ծրագրի ընթացքում։ Առաջ խոսեմ նրա մասին, որ կենտրոնը այսօրվա չափորոշիչներին համապատասխան նախ անում է թիմային աշխատանք գովազդի առումով, նոր մեկանգամյա պրոյեկտներ անելու համար, այդ մեկանգամյա պրոյեկտները հենց ձևաչափից դուրս են, թե երգի պարի անսամբլի, թե պարի անսամբլի, թե բարեկամություն պետական անսամբլի, թե ակունք, բոլորը կենտրոնի կազմում են, թե ազգային նվագարանների, եւ այդ մեկանգամյա պրոյեկտները նաեւ մոտիվացիա են արտիստների համար, որ մի քիչ ռելաքս են լինում եւ այսօրվա հանդիսատեսին դեպի իրենց են կանչում, ասեմ այդ նույն արժեքները ձևավորված էր նաև Խաչիկյանի մոտ եւ Ժիրայր Ալթունյանի մոտ, ես չեմ ուզում իրանց առանձնացնեմ, որովհետեւ իրանք երկուսով մի գործ էին անում գիտակցաբար, որ որպես մեկ մարդ պիտի այդ գործը դուրս գա բեմ եւ Խաչիկյանը միշտ արտիստին ասում էր դու այստեղից որ դուրս ես գալիս, այս պատերից երգչախմբայինի, դու այն գիտակցումով որ դու արտիստ ես, փողոցում որ քայլում ես, քեզ բոլորը պիտի հասկանան, որ դու երգի պարի արտիստ ես, երբ որ դու բեմ ես բարձրանում, դու պիտի ճաշակ թելադրող լինես, դու պիտի այն հանդիսատեսին, որը իր փոքր վաստակից գումար ծախսել եւ եկել է քո համերգը ունկնդրելու, դու պիտի նրան ճաշակ թելադրես եւ նրա մոտ քաղց առաջանա եւս մեկ անգամ գալու եւ օրինակ ծառայես իր սերունդը կրթելու համար։ Եվ երբ որ ես 16 թվականին եկա երգի պարի անսամբլ աշխատելու, երբևէ չէի մտածի, որ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակի կամ Ժիրայր Ալթունյանի հիշատակի հետ կապված համերգների մասին կխոսեմ ոչ նրանց կենթանության օրոք, դա շատ ցավալի է, անժամանակ էր նրանց կորուստը, մի տեսակ երգի պարի անսամբլը ստեղծագործական առումով գլխատվեց, իհարկե չեմ ասում որակապես զիջեց եկան, փոխարինում են եւ այլն, բայց նրանց բնավորությունը երկուսինը միասին ես կարամ նմանացնեմ Այվազովսկու կտավներին են, որ փոթորկվում էին իրանց մեջին արտիստներին, ասում էին մինչև վերջ եւ հետո խաղաղվում էին ու դառնում էին ամենահարազատ մարդը։ Նրանք ազնիվ էին իրանց կատարած աշխատանքի նկատմամբ, նրանք չէին գալիս գումար վաստակելու համար, գալիս էին արժեք ստեղծելու համար եւ այսօր հենց դա է, որ այդ բացը չի լրացվում ոչ մի կերպ, այդ սերունդներից շատերը ունեն։ Գիտես, արվեստում եւ մշակույթում լինել ստեղծագործող դա մի տեսակ նման է զինվորի կարգավիճակին, որովհետեւ ժամ ու պատարակ չկա, քո աշխատանքը սկսվելու է լուսաբացից լուսաբաց, դու նվիրյալ ես, դու զինվոր ես եւ այս ամենի շնորհիվ մենք կարողանում ենք ունենալ կայուն մշակույթ, կարողանում ենք ունենալ պետական պարի, ազգային պարի ու երգի նվիրված անսամբլներ, որտեղ լինելը, ինչպես դուք ասացիք, սիրելի Սվետլանա, պահանջում է մեծ պատասխանատվության զգացում։ Թող շատ երկար շարունակվի այս ավանդույթը, մտածողությունը արտիստի ու իսկապես թող մեր պետական ազգային երգի ու պարի խմբերը միշտ ներկայանան բարձր մակարդակով եւ առիթ ունենանք նաեւ հիշելու եւ արժևորելու այն գիգանտներին, մայստրո մարդկանց, ում շնորհիվ մենք այսօր ունենք ազգային երգ ու պար։ Սա շատ կարևոր է։ Եվս մեկ անգամ մեր հեռուստադիտողին հիշեցնենք, որ այդ հնարավորությունը ունենք արդեն վաղը հոկտեմբերի 14-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարող ենք վայելել եւս մեկ անգամ Հովհաննես Խաչիկյանի թողած ժառանգությունը պարերի տեսքով եւ այն մթնոլորտը, որը կա անսամբլում, հենց նրա Թաթուլ Ալթունյանի խորհուրդներով ձևավորված։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, մեր եթերաժամը այս պահին զրույցի մոտեցավ իր ավարտին, ձեզ մաղթում ենք հիանալի փորձառատ օր նաև այսօր։ Շուշանակ փորձից, այո, շատ կարևոր է։ Եվ ամենակարևորը կուզեմ Խաչիկյանի բառերով, որը ամեն օր դահլիճում հնչեցնում էր, նրա ձայնը ասում էր ջերմացրեք ձեր հոգին, դրա համար, այդ ջերմության համար կոմունալ չեք վճարել։ Ջերմացրեք ինչքան կարող եք, տվեք հանդիսատեսին եւ կստանաք նրանից
առավելագույնը։ Վստահ ենք վաղը ջերմության պակաս չի լինելու։ Մենք էլ ենք Դահլիճից վստահ։ բեմ, բեմից դահլիճ այդ կապում։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք Օրվա շնորհակալ։ դրական ու արդյունավետ շարունակություն։ Մենք էլ ջերմանանք այս պահին երաժշտական ռիթմերով, հետո նորից կլինենք եթերում համեցեք։